Սլավիկ Մարության քաջարանից։ Խոսքս էկոլոգիային է վերաբերում։ Ստեփանյան Վահագը մի նշում արեց կոմբինատի զորացման մասին։ Ես կարող եմ ասել, մինչև 1970-ական թվականները երկրորդ զորացումը ընդամենը 8 միլիոն տոննա էր, ըստ տվյալների արտադրողականությունը։ 70-75 թվականին գնաց հզորացում, կոմբինատի հզորացում, որի մասնակիցներից երևի մեկն էլ ես եմ, կենթանի մնացած։ Այդ հզորացումից 80-85 թվականի հնգամյակում երբ նախատեսվեց նորից հզորացնել կոմբինատը, էկոլոգիայից ելնելով խստիվ դեմ դուրս եկան դրա հզորացմանը և չկատարվեց։ Դա ես վկայում, որպես մոնտաժող։ Այժմ նախատեսում եք 30 միլիոն։ Խոսքը վերաբերում է նորից էկոլոգիային։ Քաջարանում 70-80 թվականներին ստուգում կատարվեց ժողովրդի մոտ, ի հայտ եկավ մի հիվանդություն, որը կոչվում է ռենգարդ։ Այդ մասին խորհրդային սովետական Հայաստան թերթում լայն հոդված տպագրեց հանգուցայի շատակ Ռոբերտ Էջամյանը։ Դուք պատկերացրեք, որ այսքանից հետո հզորացումը ինչպիսի ազդեցություն կունենա ժողովրդի վրա, քաջարանի բնակչության։ Ի լրացումն այս ամենի կարող եմ ասել, քաջարանում վերջին 3 տարում թոքերի քաղցրից մահացել է 13 մարդ, այժմ էլ 2 հոգի գտնում են այդ նույն հիվանդության վիճակում։ Ինչ վերաբերում է փոշուն, մեր հարգարժան ընկերն ասում է, որ թնդանոթներ, ջրցան մեքենաներ եւ այլ։ Ես կարող եմ ասել սրանից 5 տարի առաջ, երբ դուք չէիք, այլ աշխատողներ էիք, քաջարանի բաց հանքում, եթե մի թեթև փոշի էր երևում, ապա հանքի սովորական ջրցան բանվորից մինչև կոմբինատի առաջին ղեկավարը բոլորն անհանգստանում էին։ Շատ լուրջ անհանգստություն կա։ Եվ այդ նույնիսկ ճանապարհը, որ գնում է մինչև Թափուկատարը, ոչ մի փոշի չէր լինում։ Չգիտեմ, ինչ ձևով, ինչ աշխատանքով, ինչ պայմաններով, իմ քաջարանցիները կարող են դա հաստատել, փոշի չկար։ Իսկ այսօր, ինչքան էլ դուք աշխատեք այդ ուղղությամբ, երբ բարձրանում եք թութուջուր հատվածը, փոշու ամպը սմոքի պես նստած է քաջարանի վրա։ Դա փաստ է։ Երկրորդը, կներեք, որ երկրորդ հարցն եմ ասում, այսօր մեքենաներ են գալիս քաջարանից, հանքից քաջարան, ցեխոտ մեքենաներ։ Ստիպված արգելափակում եք դրել մեքենաներին հետ եք տալիս, որպեսզի լվացվեն։ Քանի որ այդ ցեխը քաջարանում շատ արևային եղանակին դառնում է փոշի, նորից տարածում քաղաքում։ Ես ինքս էլ եմ մասնակցում այդ process-ին։ Բայց կառուցել եք մի շատ կներեք իհարկե, շատ խղճուկ մեքենաների լվացման տեղ, որոնք վարորդները չեն կարողանում եւ սրտին անգամ ինչ որ փողրակով են լվանում մեքենաները։ Միթե հնարավոր չէ մի հզոր լվացման, մեքենաների լվացման կայան ստեղծել, որ միանգամից 2-3 մեքենա կարողանան լվանալ եւ ցեխոտ չհայտնվել քաջարանում։ Այսօր դա շատ կարևոր է, հիշեք, փոշու երկրորդ պայմանը ցեխոտ մեքենաներն են։ Դժվար չէ ինստրումենտը կատարել։ Էկոլոգիայի առումով ուշադրություն դարձրեք։ Հիշեք, ժամանակին Մոսկովյան ղեկավարությունը կրկնում եմ, արգելակեց հզորացումը 80-85 թվականին, երբ գնում էր նոր խոշորացում, նոր հզորացում կոմբինատի։ Այսքանը։